Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, բարև ձեզ, Պարոն Ղևոնդյան, Թրամփը սպասում է, աշխարհը հետևում է, թե ինչ է լինելու Ուկրաինայի հետ, քննարկում են Թրամփի առաջարկ կամ Թրամփի պլանը, այսպես ասենք, մի մասը մտածում է, որ սա Ուկրաինայի համար կապիտուլյացիա է, մի մասն է մտածում է, որ սա Ռուսաստանի դեմքը փրկելու քայլ է Թրամփի կողմից, ինչ է տեղ ունենում Ուկրաինայի շուրջ եւ արդյոք Ուկրաինան կհամաձայնվի Թրամփի պլանին։ Այնինչ Թրամփը առաջարկել է մեծ հավանականությամբ չի համապատասխանում ոչ Մոսկվայի, ոչ Կիևի շահերին, ընդ որում նույնիսկ այն տարբերակային նախնական տարբերակը, որը դրվեց շրջանառության մեջ, կարծում եմ Մոսկվայի համար ընդունելի չէր, բայց ակնհայտ է, որ Մոսկվայում խուսափում են Թրամփին չէ ասել եւ ըստ ամենայնի հույս ունեմ, որ այդ չեն կասի Կիևը, արդեն մենք գիտենք, որ Ուկրաինան եւ եվրոպական երկրները հայտարարել են, որ այդ առաջարկը չի կարող ամբողջապես ընդունել լինել, ավելին ուկրաինացիների, եվրոպացիների եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որոշ կետեր փոխվել են, ինչը նշանակում է, որ ել ավելի է հեռացել իրականություն դառնալուց, որովհետեւ ինչպես ասացի, Մոսկվայի նույնիսկ այդ նախնական տարբերակը ձեռնտու չէր ամենայն հավանականությամբ, եւ այս ամենը հաստատում է եւս մեկ բան, որ դեռևս Մոսկվայից կարծիք մենք չունենք հաստատի այս բայդրությամբ եւ մենք խոսում ենք Ռուսաստանը հստակ կարծիք չի արտահայտել առայն որ այդ տարբերակը ինձ համար ընդունելի է միայն պաշտոնապես արձագանքել են որ կարող է հիմք լինել բանակցությունների համար սա իհարկե բավարար չէ այնպես որ ըստ ամենայն սա Թրամփի հերթական նախաձեռնությունն է կամ Թրամփի վարչակազմի հերթական նախաձեռնությունն է որը հաջողությամբ չի պսակվի Պարոն Ղևոնդյան, Ուկրաինայի մասով Կիևն է ասում չէ, թե Եվրոպան նրա փոխարեն կասի չէ։ Տեսեք, այն առաջարկը, որը ներկայացվել է, այդ առաջարկը մի կողմից Ուկրաինայի կարմիր գծերը հատում է, որովհետև Ուկրաինայի ներկայացուցիչները արդեն հայտարարել են 3 գլխավոր կարմիր գծերի մասին, որ իրենց տարածքային ամբողջականությունը չեն քննարկում, իրենք պետք է իրենք որոշեն, թե որ ուրեմն կազմակերպության անդամ են ցանկանում լինել, իսկ այնտեղ գիտենք գրված էր, որ պետք է ՆԱՏՕ-ի անդամ չդառնան եւ իրենք համաձայն չեն ինչ որ թվականակի կրճատման իրենց բանակի 3-ի մասին էլ հիշատակում կար եւ կար որոշակի սահմանափակում, ինչը ակնհայտորեն հատում է իրենց կարմիր գծերը։ Ստացվում է, որ Կիևը ըստ էության դեմ է այս մոտեցմանը։ Մյուս կողմից այս առաջարկը չի բավարարում Ռուսաստանի ախորժակը, որովհետեւ ի վերջո Ռուսաստանը պատերազմը չի սկսել Դոնեցկ եւ Լուգանսկ գրավելու համար, այսպես թե այնպես Դոնեցկի եւ Լուգանսկի նկատմամբ վերահսկողությունը իրենցն է չի սկսել Ղրիմի հարցում ինչ որ դե ֆակտո ճանաչման հետ կապված հարցեր, որովհետեւ այսպես թե այնպես տեսեք Ղրիմի բանկերը աշխատում են Ռուսաստանի ընդհանուր բանկային համակարգում եւ այլն, որում վերահսկողությունը ուներ։ Եվ այս փաստաթղթով փաստացի Ռուսաստանը ընդհանրապես կարողանում է դե ֆակտո աշխարհին ճանաչել տալ այն ինչ արդեն իր վերահսկողության ներքո է առավել եւս որ մյուս հատվածներում ընդհանրապես ճակատագիծը սառեցվելու էր եւ այլն բայց եկեք ուշադրություն դարձնենք թե ինչի համար է Ռուսաստանը սկսել պատերազմը մի կողմ թողնենք այդ դենացիֆիկացիան եւ այլն այն ռոպագանդիստական կեղծ հայտարարությունները որոնք նրանք անում էին պատերազմի սկսելու հիմնական նպատակը եղել է Ուկրաինան ռուսական աշխարհակաղակական ազդեցության գոտի վերցնելու համար Ուկրաինայում իշխանապողություն անելու համար ունենալու համար իրենց հավատարիմ իշխանություն, որի միջոցով նրանք կարողանային մասնակցել աշխարհակաղակական բևեռների միջև պայքարին։ Փաստացի այս փաստաթղթի արդյունքում, եթե Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը իրենց որը այսպես թե այնպես իրենցներ, այս նպատակը չի իրացվում։ Ուկրաինայի մնացած հատվածը մնում է, անկախ նրանից այնտեղ ինչ ընտրություններ կլինեն, ակնհայտ է, ես կասեի, որ սա համարյա 100% հավանականությամբ չի ընտրվելու տեխնացու, որը Ռուսաստանին ակնկալում, թեկուզ մեկ բարի խոսք կասի, հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ փաստացի ես խոսում եմ այն մասին, որ եթե խաղաղությունը հաստատվի, նոր ընտրություններ են լինելու Ուկրաինայում եւ Զելենսկին ամենայն հավանականությամբ այլևս չի լինի նախագահ, բայց մյուս նախագահն էլ ով էլ որ լինի, լինելու է Ռուսաստանի անհաշտ թշնամիներից կամ Ռուսաստանի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեցող եւ սա նշանակում է, որ Ռուսաստանի նպատակները փաստացի չի իրացվում։
Եթե Ռուսաստանի նպատակն չի իրացվում, մյուս կողմից ստացվում է, որ Ռուսաստանը անիմաստ 3-4 տարի պատերազմի մեջ մտավ։ Եվ այստեղ էլ Ռուսաստանը համաձայն չի լինելու այս նպատակի իրացման։ Պատերազմի ավարտը այս պահին ցանկալի է միայն Տրամպի համար եւ Միացյալ Նահանգների համար, որպեսզի իրականացնի իր երազանքը, փորձի Նոբելյան մրցանակ ստանալ, որպեսզի կարողանա այն խոստումը, որ տվել է իր ընտրողներին, իրականություն դարձնել եւ այլն։ Եվ այստեղ խոսել այն մասին, թե մերժումը ումից է գալիս, իմաստ չունի, որովհետեւ բոլորի համար այս տարբերակը ձեռնտու չէ։ Կիևի համար ձեռնտու չէ, Եվրոպայի համար ձեռնտու չէ, Ռուսաստանի համար ձեռնտու չէ։ Առավել եւս Ռուսաստանի դեպքում կա նաեւ պատերազմի դաշտում գտնվող այդ եկեք իրար կոչենք իրենց անունով մեծ մասամբ խուլիգանների վերադարձը Ռուսաստան, որովհետև Ռուսաստանը մենք գիտենք բանտերից ազատել է բազմաթիվ մարդկանց, ովքեր տարբեր հոդվածներով դատապարտվել են, ընդ որում ծանր հանցանքներ կատարելով դատապարտվել են, եւ նրանցից շատ-շատերը ուղղակի խուլիգաններ են, ովքեր վերադառնալու են Ռուսաստան, նրանց նորից բանտերում փակել են հավոր չի լինելու, քանի դեռ նոր հանցանք չեն կատարել, իսկ այդ նոր հանցանքների քանակը կարող է այնպես մեծ լինել, որ իրավիճակը սպառնում է կրկնել 1917 թվականը, երբ Ռուսաստանը իրեն պարտված ճանաչեց եւ դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից, այդ նույն կերպ հավաքագրված այդ խուլիգանների մասսան եկավ եւ լցվեց Ռուսաստան եւ արեց հեղափոխություն։ Պուտինին սա ընդհանրապես ձեռնտու չէ, նման վտանգը, նման սպառնալիքը ընդհանրապես ձեռնտու չէ։ Եվ ստացվում է, որ այս իրավիճակում որևէ մեկի համար, բացի Միացյալ Նահանգներից, մանավանդ նման պայմաններով հաշտությունը պատերազմի ավարտը ձեռնտու չէ։ Ըստ ամենայնի, տեսեք դուք հարցնում եք, արդյոք Կիևն է մերժում, թե Եվրոպան է մերժում։ Եթե Եվրոպան չմերժի, կմերժի Կիևը, Կիևը չմերժի, կմերժի Եվրոպան։ Եթե Կիևն ու Եվրոպան չմերժեն, կմերժի Մոսկվան։ Այս պահին գնում է մրցակցություն, գնում է բավական լուրջ խաղ, թե ում գրպանն է գցվելու Թրամփին մերժելու այդ պարտականությունը, եւ Ռուսաստանը հիմա լավ կլինի, որ մերժի Կիևը, Կիևը փորձում է հիմա փոխել պայմանները այնպես, որ Ռուսաստանը մերժի, այսինքն մեկը մյուսի դեմ խաղում են, որպեսզի Թրամփին մերժելու այդ պարտականությունը, այդ խնդրահարույց իրավիճակը մնա մյուսի վրա։ Պարոն Ղևոնդյան, եթե այդուամենայնիվ Թրամփին հաջողվի պարտադրել կամ տալ այդ հասնել այդ խաղաղությանը, ինչ կփոխվի աշխարհում անվտանգային առումով եւ ինչ ազդեցություն այն կարող ունենալ փոքր երկրների վրա, կարող ենք ենթադրել, որ այս խաղաղությամբ նաեւ խախտվում է Ալմաթայի հայտնի հռչակագիրը, փաստացի Ռուսաստանը ուժով վերցնում է տարածքներ, որոնք Ալմաթայի համաձայնագրով հաստատված են եղել։ Տեսեք, եթե մի կողմ դնենք այն ամեն ինչ ասացի ես մինչ այս եւ փորձենք ինչ-որ պատկասնել, որ տեսականորեն այդ փաստաթուղթը դառնում է իրականություն, սա ազատելու է Ռուսաստանի ձեռքերը այլ ուղղություններով։ Կոնկրետ մեր տարածաշրջանի մասին երևի խոսենք, Ռուսաստանը կարողանալու է ավելի շատ ռեսուրսներ կենտրոնացնել մեր տարածաշրջանում իր ազդեցության այդ գահավիժումը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու ուղղությամբ, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող է իրականում ունենալ թե Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների, թե Թուրքիայի հետ սահմանի բացման, թե ընդհանրապես Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, եւ կարծում եմ սա ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետությանը, լավ կլինի, որպեսզի կանխատեսելիության սահմաններում լինեն գործընթացները։ Ինչ վերաբերում է ընդհանրապես դա ինչ կտա համաշխարհային քաղաքական առումով, ես կարծում եմ դա կտա ընդհանրապես Արևմուտք Ռուսաստան, Ռուսաստան-Ուկրաինա եւ բազմաթիվ այլ կոնֆլիկտների, որոնք ածանցվում են այս երկուսից, սառեցում մինչեւ նոր բռնկում, իսկ այն որ այդ նոր բռնկումը կլինի եւ կլինի շատ շուտով, ես կարծում եմ կասկածից վեր է։ Պարոն Ղևոնդյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձեր կարծիքով ձգձգվում է եւ եթե այո, ով է ձգձգում։ Ես չեմ կարծում, որ ձգձգվում է, որովհետև Ադրբեջանը հստակ նախապայման ունի եւ դա Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Այլ հարց է, որ սա իրականում բուն նպատակը չէ, այլ նպատակն այն է, որպեսզի սրա միջոցով Ադրբեջանը թույլ չտա գործընթացների շարունակականություն, իսկ ինչու Ադրբեջանը չի ցանկանում այս բանը ստորագրել, կարծում եմ Ադրբեջանը գտնում է, որ դեռևս ունի առևտուր անելու տեղ Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ, Եվրոպայի հետ եւ այլ խաղացողների հետ, ովքեր ինչ որ բան կառաջարկեն Ադրբեջանին, եւ այն պահին, երբ կառաջարկեն համապատասխան գին, Ադրբեջանը կգա եւ կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգները կառաջարկի ինչ որ ներդրում Արցախում, որը Ադրբեջանում կհամարեն, որ համապատասխանում է ստորագրելու գնին, նրանք
գուցե Հայաստանի հետ պայմանավորվեն, որ Հայաստանը պարտավորվում է 2027 թվականին անցկացնել սահմանադրական հանրաքվե եւ կան ստորագրեն այդ պարտավորվածությամբ գուցե բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Եթե իհարկե նրանք գտնեն, որ Արցախում ներդրումը համապատասխան գին է, որպեսզի նրանք Հայաստանի հետ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Այնպես որ այստեղ ցկցկում չկա, այստեղ կա պարզ քաղաքական առևտուր եւ այդ առևտրում հենց որ գինը վճարեն, ապրանքը կստան։ Այդ առևտրի մեջ արդյոք ներգրաված է նաև Թուրքիան, եթե հաշվառենք, որ իրենց արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորվեն կամ սահմանը կբացվի այն դեպքում, երբ ստորագրվի համաձայնագիր։ Անշուշտ կողմերից մեկը Թուրքիան է, ընդ որում ես հատուկ չնշեցի Հայաստանի Հանրապետության անունը, որովհետև ըստ ամենայնի Ադրբեջանը Հայաստանից այլևս որևէ ստանալու բան չունի։ Նշեմ, որ այսօր էլ Բաքվից վերադարձած փորձագետների մամուլի ասուլիսի ընթացքում խմբի անդամ Արեգ Քոչինյանը փոխանցեց Հաջիևի խոսքը Հայաստանի հասարակությանը, ըստ որի նա խնդրել է փոխանցել, որ Ադրբեջանը գտնում է պատերազմը ավարտված է, այլևս Ադրբեջանը Հայաստանից սպասելիքներ չունի կամ պահանջներ չունի եւ փորձում է խաղաղություն ձևավորել։ Ես կարծում եմ սա իրականում այն է, ինչ Ադրբեջանը ցանկանում է ձևավորել այնպիսի իրավիճակ, որի դեպքում որ այլևս Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց նկատմամբ պահանջներ չեն ունենա, թեև իհարկե նրանք պատրաստ են նաեւ այլ սցենարների իմ գնահատմամբ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հարցում Թուրքիան ինչ դերակատարում ունի, ես կարծում եմ Թուրքիայի դերակատարումը այստեղ արդեն այս պայն նվազագույն է, որովհետև Ադրբեջանը Թուրքիայից ըստ ամենայնի սրա հետ կապված որևէ բան, որևէ սպասում չունի։ Թուրքիայի հետ նրանք ունեն փայլուն հարաբերություններ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները զարգանում են, այստեղ խնդիրներ իհարկե կան, առանց խնդիրների չի, բայց այնպեսին չեն խնդիրները, որպեսզի Ալիևը Էրդողանին շանտաժ անի Հայաստանի հետ պայմանագիր ստորագրելու մասով։ Ընդհակառակը Թուրքիան ունի հնարավորություն շանտաժ անել Ալիևին կամ Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանը բացել չբացելու մասով։ Այսինքն Ադրբեջանը այստեղ սպասելիք չունի, որ կարող է Թուրքիան ինչ-որ գին առաջարկել իրենց, որովհետև առանց դրա էլ ինքը ստանում է այն, ինչ ցանկանում է Թուրքիայից։ Մի բան էլ իր ազդեցությունը օգտագործում է, որպեսզի Թուրքիան այս պահին սահմանը բացելու հարցում Հայաստանի հետ դեռևս քայլեր չանի։ Այնպես որ Թուրքիան իհարկե առևտրի կողմ է, բայց Թուրքիան այն կողմը չէ, որից Ադրբեջանը սպասում է գին։ Պարոն Ղևոնդյան, օրերս Բաքվում էր Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձագետների խումբը, մինչ այդ նաև Բաքվից էին ժամանել Հայաստան, սա ինչ որ առումով նաև աննախադեպ կարող ենք համարել, քանի որ ուղիղ կապ էր հասարակական կազմակերպությունների միջև, բայց այս հայցը նույնպես քննադատության է արժանանում Հայաստանում, շատերը չէ, բայց որոշ մասը մտածում են, որ չարժեր հասնել Բաքու այն պայմաններում, երբ մենք այնտեղ ունենք գերիներ, ունենք չլուծված դեռ բազմաթիվ հարցեր, այդուամենայնիվ որքանով են նպաստավոր կամ արդյունավետ նման փոխայցերը։ Ես նշեմ, որ ընդհանուր առմամբ փոխվստահության ձևավորման հարցում բավական արդյունավետ են եւ այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ միայն ղեկավարների կամ միայն կառավարությունների համաձայնությամբ խաղաղություն հաստատել հնարավոր չէ, այն պետք է ներառի նաեւ հասարակության տարբեր շերտեր։ Առանց դրա ուղղակի կարելի ասել խաղաղությունը կմնա թղթի վրա եւ փոխհարաբերությունները ուղղակի չեն զարգանա։ Մյուս կողմից գերիների մասին խոսք գնաց, ես նշեմ, որ այս այցելությունը եւ հենց իրենք խմբի անդամները եւս այդ մասին հիշատակեցին իմ նշած մամուլի ասուլիսում, այս այցելությունը որոշակիորեն դրական ազդեցություն գուցե ունենա գերիների վերադարձի հարցում, այնպես որ իհարկե հոգեբանական տեսանկյունից բավական բարդ է եղել, ես կարծում եմ իրենց համար գնալ Բաքու եւ այնտեղ հանդիպումներ ունենալ այն դեպքում, որ ընդամենը մի քանի մի փոքր տարածության վրա եղել են գերիներ, բայց եթե դա կօգնի, որպեսզի գերիները մեկ օր շուտ վերադառնան, ապա այդ զոհությունը անել անհրաժեշտ է։ Պարոն Ղևոնդյան, Հայաստանում ներքաղաքական կյանքը որքան մոտենում է ընտրությունները, այդքան ներքաղաքական կյանքը թեժանում է։ Վերջին շրջանում Փաշինյանը ամեն անգամ առաջարկում է նախկին նախագահներին գալ բանավիճել միմյանց հետ, այդ բանավեճը ուղիղ չի լինում, բայց հերրակա կարգով կարծես բանավեճը առկա է։ Արդյոք այս ընտրություններին նախկին նախագահները նորից գլխավոր դերակատարները կլինեն ընդդիմադիր դաշտում։ Մեկ այլ գլխավոր դերակատար մենք ունենք, որը ակնհայտորեն ունի Ռուսաստանի բարեհաճությունը եւ շատ մեծ է
հավանականությունը, որ Ռուսաստանը իր հիմնական ռեսուրսները ծախսելու է այդ դերակատարի քաղաքական ուժին սատարելու համար, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, եւ վերջին շրջանում տեսնում ենք, որ երկու նախկին նախագահները մրցակցում են, թե ով ավելի սերտ հարաբերություններ կունենա Սամվել Կարապետյանի հետ, որովհետեւ ի վերջո այդ ռեսուրսները, որի մասին ես ասացի, Ռուսաստանը ներդնում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մեջ, այդ ռեսուրսներից օգտվել ցանկանում են նաեւ նախկին երկու նախագահները, խոսքը ոչ միայն ֆինանսական միջոցների մասին է, խոսքը հնարավորությունների մասին է, խոսքը մեդիա աջակցության մասին է, խոսքը ընտրությունների ժամանակաշրջանում որոշակի աջակցության մասին է, որի արդյունքով որ նրանք կարողանան ավելին ստանալ, քան եթե միայնակ լինեն։ Այնպես որ այստեղ պետք է ուշադրություն դարձնենք, որ մի փոքր տարբերություն է լինելու նախորդ ընտրություններից, առ այն, որ Ռուսաստանի աջակցությունը ոչ թե ուղղվելու է ներքին դաշտում գոյություն ունեցող քաղաքական միավորի, այլ արտաքին դաշտից ներդրված քաղաքական միավորի, ինչքան էլ որ այդ քաղաքական միավորը ուզի թե չուզի որևէ հատվածի կլանելու է, որովհետև ի վերջո նա չունի մարդկային ռեսուրս, խոսքը գնում է կամավորների մասին, փաստաբանների մասին, մեդիա աշխատողների, լրագրողների մասին եւ այլն, նմանատիպ մարդկանց մասին, ովքեր անհրաժեշտ են նախընտրական գործընթացում սեփական շահերը պաշտպանելու համար եւ որևէ մեկի պետք է վերցնի։ Իսկ նշված ռեսուրսը ունեն երկու նախկին նախագահների թիմերում կա այդ ռեսուրսը, այնպես որ Սամվել Կարապետյանի թիմը նրանց որևէ մեկին կլանելու է, մենք տեսնում ենք արդեն անհատների մակարդակով շատերին արդեն ներքաշել են իրենց ուժի մեջ։ Իմ գնահատմամբ երկու նախկին նախագահն էլ դրական են վերաբերվում դրանք եւ կցանկանային ավելի շատ իրենց թիմից մարդիկ լինեին այդ նոր ուժում, որովհետեւ ինչքան ավելի շատ լինեն, այնքան ազդեցության հնարավորությունները ավելի մեծ են։ Վաղաշաբաթում կայացած ընտրությունները բավական, այսպես ասենք, հակասական իրավիճակ են ստեղծել։ Նախ ՔՊ-ի ոգևորությունն է շատ բարձր, մյուս կողմինը շատ նյարդային է։ Արդյոք այս քաղաքականացված տեղական ընտրությունը էական ինչ որ առումով ուրվագծեց այն պատկերը, որը կարող է տեսնենք 26-ի։ Չեմ կարծում, որ ինչ որ առումով հստակ ուրվագծեց այն պատկերը, որ մենք տեսնելու ենք, իսկապես քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է լինելու, կա արդեն հավանականություն, եթե ամիսներ առաջ քիչ էր հավանականություն, որ կկարողանան 51% ստանել, ապա գոնե օգոստոսի 8-ից հետո այդ հավանականությունը կտրուկ աճել է եւ բավական մեծ հավանականությամբ կարողանան 51% եւ ավելին տանել եւ ձևավորել իշխանություն, մյուս կողմից այն քաղաքական ուժը, որը դիրքավորել է իրեն որպես գլխավոր արմատական ընդդիմադիր, երկրորդ տեղն է վերցնելու եւ ակնհայտ է, որ առաջ տեղը վերցնելու շանս նորից չունեն նրանք։ Ամենաբարդ, ամենավիճահարույց հարցը երրորդ տեղի հարցն է, երրորդ տեղ նկատի ունեմ գաղափարական առումով, որովհետեւ կարող է քաղաքացիական պայմանագրից հետո 2-3 հուսամետ քաղաքական ուժ լինել, խոսքը թե Սամվել Կարապետյանի նոր ուժի մասին է, գուցե Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Քոչարյանի գլխավորությամբ եւս մեկ ուժ մասնակցի եւ իրենք էլ կարողանան անցնել, գուցե Սերժ Սարգսյանի թվում որևէ մեկ լինի, գուցե Գագիկ Ծառուկյանի, դրանք բոլորը գաղափարական նույն դաշտի ներկայացուցիչներ են, գուցե ՀԱԿ-ը ինչ որ մեկի հետ միանա, նույն Սերժ Սարգսյանի կամ ինչ որ մի ուրիշի հետ միանա եւ փորձի անցնել, բոլորը գաղափարական ռուսամետների ուրեմն դաշտ ներկայացուցիչներ են, շատ ավելի վիճահարույց է երրորդ գաղափարական թևի ներկայացուցչի հարցը, այստեղ իհարկե առաջին հերթին մենք արևմտամետների մասն ենք խոսում, որովհետեւ կարծես թե քանակով թե ազդեցությամբ երրորդ տեղում Հայաստանում արևմտամետներն են գաղափարական առումով, բայց նրանք թե Գյումրիում, թե Վարշապատում ակնհայտորեն ցույց տվեցին, որ հնարավորությունները չեն բավարարում այդ մի փոքր հատված անցնել եւ հայտնել խորհրդարանում, գուցե հանրապետական ընտրություններում դա ստացվի, թեև իմ գնահատմամբ, եթե ոչինչ չփոխվի, եթե նրանք կտրուկ քայլեր չանեն, ապա ստանալու են նույն արդյունքը։ Պարոն Ղևոնդյան, դուք նշեցիք, որ ՔՊ-ն հաղթեց ինչ-որ առումով ու այդ հաղթանակը առաջինն էր օգոստոսի 8-ից հետո, արդյոք սա նշանակում է, որ իշխանության գլխավոր, այսպես ասենք, ֆիշկեն առաջիկա ընտրություններում լինելու է հենց խաղաղության օրակարգը եւ արդյոք հասարակության նաեւ սա ինչ-որ առումով հասարակության արձագանքն էր այդ օրակարգը։ Նախ նշեմ, որ անկախ Վարշապետի ընտրություններից արդեն պարզ է եւ իշխանությունը մեկ անգամ չէ որ հայտարարել է, որ իրենց գլխավոր խաղաղարդը լինելու է օգոստոսի 8-ը եւ խաղաղությունը եւ դրան նրանք հակադրում են խաղաղություն չցանկացողներին, թեև ռուսամետները չեն խոսում խաղաղություն չցանկանալու մասին, բայց մյուս կողմից պիտի նշեմ, որ հասարակության մոտ
ընդհանուր առմամբ մոտեցումները էական ազդեցություն օգոստոսի 8-ից հետո չեն կրել։ Մինչև օգոստոսի 8-ն էլ հասարակության մի մեծ հատված համաձայն էր այն քաղաքականությանը, որը վարում էր ներկա իշխանությունը, կան մարդիկ, ովքեր այս իմ մտքին հակադրում են Գյումրիի ընտրությունները, բայց ես պետք է նշեմ, որ ընդհանուր գլոբալ առումով Գյումրիի եւ Արշապատի ընտրությունները նույնական են։ Տարբերությունը ընդամենը մի քանի տոկոս է, տեսեք, նույն կերպ, եթե 1-2 կուսակցություն ավելին կարողանային հաղթահարել Շեմը, որոնք որ շատ էին մոտեցել, տեսեք, կային էլի կուսակցություններ, ազատ դեմոկրատները էլի, ինչ որ մեկը ես չեմ հիշում, որոնք շատ էին մոտեցել, նրանք կարողանային հաղթահարել եւ այդ 4-5%-ը, որը ավելին էր տարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը ավելի քիչ լիներ, ինչը գուցե պայմանավորված է մարդկային գործոնով, գուցե ինչ որ չափով այդ 4-5%-ի վրա ազդել է իսկապես օգոստոսի 8-ը, բայց ընդհանուր առմամբ այդ ընտրությունների պատկերը նույնական էր, էլի առաջին տեղում քաղաքացիական պայմանագիրներ, որը շատ մոտ էր 50%-ին, տեսեք, Արշապատում վերևից էր մոտ, Գյումրիում մի փոքր ներքևից էր մոտ 40 քանի տոկոս էր, էլի երկրորդ տեղում ռուսամետներն են, երրորդ տեղում էլ էին ռուսամետները, այստեղ էլ այդպես է, երկրորդ տեղում ռուսամետներն են, ավելին ասեմ, Գյումրիում 4-րդ, 5-րդ տեղում հայտնված ռուսամետները եւ 6-րդ տեղում հայտնված արևմտամետների տարբերությունը էլի շատ փոքր էր, այս դեպքում արևմտամետները մի փոքր ավելի տարան, այն դեպքում մի փոքր ավելի քիչ էին տարել, բայց հարաբերականորեն իրենք շատ մոտ էին իրար ձայներով, այսինքն պատկերները կրկնվել են իրականում, այնպես է, որ այստեղ մի փոքր հաջողության գործոնն է աշխատել, մի փոքր աշխատել է մարդկանց մասնակցության քանակի գործոնը եւ խոսել այն մասին, թե օգոստոսի 8-ը այդպես էական ազդեցություն է ունեցել ժողովրդի նկատմամբ եւ ժողովուրդը դրա համար է գնալու եւ քաղաքացիական պայմանագրին ձայն տալու, ես կարծում եմ այնքան էլ իրատեսական չէ։ Իրականում ժողովուրդը գնալու է քաղաքացիական պայմանագրին ձայնը տալու, որովհետեւ անկախ օգոստոսի 8-ին ժողովրդի մի մեծ թվար հատված, որը ամենամեծն է մյուս հատվածների միջև, ընդունում է եւ համաձայն է քաղաքացիական պայմանագրի վարած քաղաքականության հետ, իսկ օգոստոսի 8-ը կարող է ընդամենը մի փոքր խրախուսել այս միտումները, ինչի արդյունքում հավանաբար այդ 51%-ը հաղթահարել կհաջողվի։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք առայժմ։